Սպասված ամառային տարեշրջանը հաճախ ուղեկցվում է մոծակների և միջատների ակտիվությամբ։ Դրանք երբեմն ոչ միայն անհարմարություն, այլև առողջական խնդիրներ կարող են առաջացնել։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Քրիստինե Լալայանն ընդգծում է, հատկապես կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Օգտագործել հակամիջատային ցանցերը, միջատավանիչ հատուկ միջոցներ, սարքեր, կրել փակհակուստ, հատկապես անտառային գոտիներ, հանգստյան վայրեր այցելելիս, վերացնել տներում կամ հանգստյան գոտիներում ջրային կանգերը, ջրով լցված տարանները, որոնք մոծակների բազմացման, մոլակների բազմացման համար նպաստավոր տեղ են իրենք, նպաստավոր պայմաններ են ստեղծում։ Ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում։ Սրանք են վարակի հիմնական նշանները, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի, ստանալ համապատասխան ախտորոշումն ու բուժումը։ Խոցելի խմբերում են գտնվում երեխաները մինչև 5 տարեկան, տարեցները 65+, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, իրենք ավելի խոցելի խմբերում են գտնվում, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդությունները եւ այլն։ Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Շատ վարակիչ հիվանդություններ փոխանցվում են հենց մոծակների, մլակների, տիզերի միջոցով։ Դրանք ծանր են ընթանում հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողների շրջանում։ Հանգստյան գոտիներից վերադառնալիս ուսումնասիրել մարմինը, մարմին զննում էսպես կատարել, տիզը, եթե խայթված տիզ կա, կպած տիզ կա, շուտ հայտնաբերելու նպատակով, որովհետև այստեղ ոչ թե կարևոր է տզի խայթումը այդքան, ինչքան տզի մարմնի վրա մնալու տևողությունը, որտեղ դրանից է կապված վարակի առաջացումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած մոծակի կամ միջատի խայթոցից հետո ուշադիր լինել ինքնազգացողությանը, ախտանիշներ նկատելու դեպքում դիմել բժշկի մի շարք բարդություններ կանխելու համար։